Բարի երեկո, եթերում Սուրանկյունն է, որի նպատակը հասարակության շահերին ծառայելն է։ Ես Վաղ Ղազարյանս և Սուրանկյան ստեղծագործական խումբը չենք շրջանցում սուր հարցերը, մենք խփում ենք նպատակակետին։ Գյուղատնտեսության ոլորտում նախորդ տարի ամենաքննարկվածը պետական սուբսիդավորմամբ պարարտանյութ ձեռք բերելիս հայտնաբերված խախտումների թեման էր։ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուսումնասիրությամբ 2012-16 թվականներին պետական աջակցության ծրագրի շրջանակում ազոտական պարարտանյութի մատակարար Մասիսի բերիություն ընկերությանը գյուղնախարարությունը ընտրել էր առանց մրցույթի։ Նման դեպքերում սովորաբար դժվար է զերծ մնալ կոռուպցիոն ռիսկերից ու տնտեսական մրցակցության պաշտպանների հայտնաբերածը կարծես այդ մասին է վկայում։ Մասնավորապես նշված ընկերությունն ազոտական պարարտանյութի 1 տոննան Վրաստանից ձեռք էր բերել շուրջ $323, այն դեպքում, երբ մեկ այլ ընկերություն Green Product-ը նույն երկրից $239, այսինքն 26% էժան։ Արդյունքում, տնտեսական մրցակցության պաշտպանների հաշվարկով, եթե պարարտանյութերի մատակարարման ծրագիրն անցկացվեր մրցույթով, պետությանը ավելի քան 1.5 միլիարդ դրամի վնաս չէր հասցվի։ Աղմուկը փոքր-ինչ հանդարտվել էր, երբ հայտնի դարձավ, որ գյուղնախարարությունը իդեմ սերմերի գործակալության մտադիր է դատական կարգով բռնագանձել սերմացուի դիմաց պարտքերը։ Ինչու չեն վճարել և մի շարք այլ հարցերի պատասխանները Շուշանիկ Միրզոյանի մրցույթը շահեկան չէ ռեպորտաժում։ Շիրակի մարզի Բենյամին գյուղում դատական ակտերի հարկադիր կատարողների գույքի և գումարի բռնագանձման կամ կալանման պահանջով նամակներ ամեն օր են ստանում։ Մինչև վերջերս հիմնական պահանջատերերը բանկերն ու վարկային կազմակերպություններն էին։ Այսօր դրանց է միացել նաև Շիրակի մարզպետարանը։ Դատարանի համապատասխան որոշմամբ հարկադիրը կալանք է դրել 3 գյուղերի բնակիչների գույքի և եկամուտների վրա, ովքեր պետությանը չեն վճարել առաջին վերարտադրության ցորենի և գարու սերմացուի դիմաց։ Օրական 16, 20, 15, ստիպած մարդիկ չկան, ի վիճակի չեն, նո մեկ ժամ առաջ կենեք ալը։ Մինակ ցորենն է, թո կարիքը, որը ցանի, թո կարտոշկա ցանին քաշվան։ Գյուղացիների հիմնական պարտքը կուտակվել է 2012-2013 թվականներին, երբ սերմացուի թարմացման ծրագիրը նոր էր իրականացվում։ Բենյամին գյուղում պնդում են, որ իրենց բաշխված սերմացուն անորակ է եղել։ Առաջին արտադրություն, վերարտադրություն։ Ես եմ աշատ ես գիտեմ ցորեն եղել։ Առաջին վերարտադրության ցորենի սերմացուն ավելի բարձր կարգի, էլիտա և սուպեր էլիտա սերմացուներից առաջին տարիներին ստացված բերքն է։ Այն բաշխվել է հիմնականում փոքր հողատերերին։ Ասում են, քանիցս բարձրաձայնել են, որ սերմացուն անորակ է։ Բերքի պակաս է եղել նաև անբարենպաստ եղանակի պատճառով։ Ռուսաստանի ցորենը բերեցի, որը ջերմային մշամանացած ցորեն է։ Չի ցելել, մի փոք ուզեն աշխատել։ Սակայն հետաքրքիրն այն է, որ նույն սերմացուն բաշխվել է նաև այլ գյուղերում։ Հարևան Ազատանում սերմացուի դիմաց պարտք չունեն։ Արդյունք էր վատ գյուղատնտեսական տարվա, որովհետև հիմնականում իմ կարծիքով չեն վերադարձնում անջրդի հողատարածություն ունեցող գյուղերը։ Բացի դրանից էլ միգուցե ասենք աշխատանքի արդյունք է նաև դա, որ ժողովուրդը հարգավոր է ճիշտ աշխատել։ Ավելի շատ նաև բարոյական կողմն է, երբ իրար կողմ գտնվող համայնքներ, որոնք ունեն նույն բնակլիմայական պայմանները, ստացել են գրեթե նույն քանակությամբ սերմացու, այդ տվյալ համայնքը 100% պետության նկատմամբ իրեն պարտավորությունը կատարել է, կողքը համայնքը, ասենք, ունի բավականին խոշոր պարտքեր։ Բենյամինի նախկին գյուղապետի թերացման համար այսօր պիտի պատասխան տա կամ ինչպես ասում են վատամարդ դառնա համայնքի նոր ղեկավարը։ Մարզպետարանը դատի է տվել նաև սերմացուի բաշխման պայմանագրի կողմ հանդիսացող գյուղապետարանին։ Ծլունակությունը ցածր է եղել, թե կարող է նաև բնական բնությունն է այդպես տվել, կարող է հաշվը նորմալ եղանակային պայմաններ չի եղել հաշնանացան ցորենի համար։ Տարածքային կառավարման մարմնում ասում են, Հայաստանում սա եզակի դեպք է, երբ պետական կառավարման մի մարմինը դատի է տալիս պետական կառավարման մեկ այլ մարմնի։ Մարզպետարանը այդ կերպ է արձագանքել։ Սերմերի գործակալությունը դատի է տվել մարզպետարանին։ Մարզպետարանը համայնքներին ու բնակիչներին պահանջելով վճարել սերմացուի դիմաց պարտքը։ 2012-ին 4 համայնք ստանալով սերմացու չեն վճարել 1 միլիոն դրամ։ Ներկապահին մեր մարզը ունի մոտ 107 միլիոն պարտք, համայնքները դրանք 49-ն են, կան համայնքներ, որ պարտքերի թիվը սկսում է 200,000-ից մինչև 10 միլիոն։ Դատին տվեց իրաց դատիկուտը։ Դատավոր նախ իրավունք չունի առանց դատ կատարելու, երկրորդը չի ցելե,
Անցել 5 տարի նոր է մտքել եկել բան։ Ինչպես են բռնագանձելու գումարը եւ հնարավոր չէ արդյոք ներել պարտքի մի մասը։ Մարզպետարանում եւ գյուղնախարարությունում նշում են, պետությունն արդեն մի քանի անգամ ընդառաջել է շահառուներին, հետաձգելով պարտքի մարումը։ Չնայած դրան, պարտքի մասնակի ներումը չի բացառվում, սակայն դրա համար լուրջ հիմքեր են պետք։ Համայնքները պիտի ապացուցեն, որ արդեն 5 տարի գյուղացիները սերմացուի դիմաց չեն վճարում օբյեկտիվ պատճառներով։ Արդեն պարզ կլինի, կարող են ծայրահեղ սոցիալական վիճակով մարդիկ, որ իրոք կարգտարությունը վնասել է եւ մարդիկ վիճակի չեն, պետությունը համապատասխան միջոցներ կձեռնարկի եւ չի բացառվում լինեն այլ դեպքեր, որ մարդիկ եւ ի վիճակի են եղել վճարելու եւ ի վիճակի են վճարելու, բայց վճարում չեն կատարել։ Օբյեկտիվ պատճառների շարքում սերմացուի վատորակությունը չի կարող լինել։ Սերմի որակից բողոքելով մարդիկ ընդամենը արդարանում են, նշում են իրավասուները։ Երբ որ սերմը գնում են կատարել կամ վերադարձ ապահովել են, որ տրամադրվի սորական հողօգտագործողին, մինչև համապատասխան կառույցները, մասնագետները համապատասխան փաստաթղթավորումը չեն ապահովել, ոչ միայն փաստաթղթով, այլ նաև որպես հանձնաժողով գնացել տեսել են, ոչ մեկին ոչ մի կիլոգրամ սերմ չեն տրամադրել։ Ծննդավություն չունեցել, եկեք կոմիսիայով բանով ակտավորվել գնացել են, բայց իշխորը մետնոլած հանել են այլ։ Դե պոեզը գրած։ Սերմը այնպիսի ապրանք է, որ երբ որ դու վերցնում նայում ես եւ մաքրությունը եւ որակական հատկանիշները, որը տեսանելի անձեն աչքով, մարդիկ տեսնում են, շոշափում են։ Կուդ եղել է։ Կուդ է մերիգե ուդերեկտեսը բանով կրանոզով աղդանու կատարեն, որ կրանոզան 20 տարի առաջ էլի թույն է։ Ֆերմերների մոտից վերցրած սերմեր են եղել, որոնք իմաստը ստանդարտին չեն համապատասխանել։ Եթե հիմքերը բավարար չլինեն, գումարը բռնագանձվելու է ողջ ծավալով եւ ոչ միայն Շիրակի մարզում։ Մանավանդ, որ խոսքը ավելի քան 600 միլիոն դրամի մասին է, առանց որի սերմափոխանակության ծրագրի իրականացումն անհնար է։ Շուշանիկ Ներզոյան, Գառնիկ Սիրեկանյան, Սուրանկյուն։ Մոտ մեկ ամիս առաջ անդրադարձել ենք փորձաքննություն իրականացնող լաբորատորիաների գործունեությանը, փաստերով ցույց տվել, թե ինչպես են գերակշիռ մասը գործում օրենքը շրջանցելով, փորձաքննություն չիրականացնելով համապատասխանության հայտարարագրեր տրամադրում եւ այլն։ Տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Էմիլ Տարասյանը, ով տեսանյութի պատրաստման ընթացքում խուսափել էր հարցազրույցից, մայիսի 24-ին ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ գործող 37 լաբորատորիաներից 5-ի գործունեությունը կասեցվել է։ Նույն խնդրին այս շաբաթ անդրադարձավ նաև վարչապետը, նշելով, որ մի շարք հավատարմագրված պարենային եւ ոչ պարենային արտադրանքի փորձարկման լաբորատորիաների նախնական մոնիտորինգի արդյունքում հայտնաբերվել են հավատարմագրված ոլորտներից դուրս ոչ ամբողջական եւ օրենսդրությանը հակասող փորձարկումներ իրականացնելու դեպքեր, որոնք հանդիսանում են լաբորատորիաների գործունեությունը դադարեցնելու կամ կասեցնելու հիմքեր։ Դեռևս 3 տարի առաջ ենք բարձրաձայնել պետական բյուջեը մի շարք փորձագետների կարծիքով անիմաստ ու անարդյունավետ ծախսային հոդվածների մասին։ Սոցիալական լուրջ խնդիրները ու պաշտպանական ոլորտում ծրագրվող աշխատանքները հաշվի առնելով մտածում ենք, որ գերատեսչությունները գոնե հիմա կկրճատեն անարդյունավետ ծախսերը։ Ավաղ, այդպես չեղավ։ Տարեսկզբից 5 ամիս անց որոշել ենք անդրադառնալ բյուջեի մեղմասած տարօրինակ ծախսերին, փորձելով պարզել, թե այս ամիսներին ինչ է կատարվել հարկատուներից հաշվին։ Գյուղական խորհրդատվական ծառայություններ ծրագրի իրականացման համար 2017-ի բյուջեով ավելի քան 360 միլիոն դրամ է հատկացված։ Որոշ հաշվարկներով 2008-ից ի վեր այս ծրագրով վատնվել է ուշադրություն 3 միլիարդ դրամ։ Ինչու եմ ասում վատնվել։ Եվրամիության ֆինանսավորմամբ տնտեսական զարգացման եւ հետազոտությունների կենտրոնի ու Օքսֆամ ընկերության հայաստանյան գրասենյակի համատեղ հետազոտությունը փաստում է, որ հարցված գյուղացիական տնտեսությունների միայն 20%-ն է տեղյակ ծրագրի մասին։ Ավելի քան 55%-ը ծառայությունները գնահատել է միջին որակի կամ ավելի ցածր։ Դատողությունները թողնում եմ ձեզ։ Կանդրադառնանք նաև անցանկալի հղիությունների կանխարգելման նպատակով հակաբեղմնավորիչ ժամանակակից միջոցների մատչելիության ապահովման առողջապահության նախարարության ծրագրին, որի շրջանակում մոտ 46 միլիոն դրամ է ծախսվելու։ Գրեթե նույնքան էլ կրթության եւ գիտության նախարարությունն ուղղում է մանկապատանեկան թերթերի եւ ամսագրերի հրատարակմանը, որի արդյունավետության մասին եւս դատողություններ կարող է կանել հետևելով Սոնա Դանելյանի «Փող չկա, բայց ծախսող կա» տեսանյութին։
Տարբեր գերատեսչությունների ծախսային հոդվածներն ուսումնասիրելիս հարյուրավոր անհասկանալի չտրամաբանված ու անիմաստ ուղղությունների ենք հանդիպում։ Դրանք որևէ կերպ չեն տեղավորվում ծախսերի կրճատման ու գրեթե բոլոր ոլորտներում օպտիմալացման ձգտող կառավարության գործողություններում։ Առավել ևս Հայաստանի պարագայում սահմանափակ եկամուտների պարագայում բյուջեի յուրաքանչյուր դրամի ծախսելու արդյունավետությունը չափազանց կարևոր է։ Ամենաշատ քննարկվող ու քննադատվողը եղել եւ շարունակում է մնալ խորհրդատվական ծառայություններին հատկացվող ծախսային հոդվածը։ Միայն գյուղնախարարությունն այս տարի խորհրդատվության համար նախատեսել է ծախսել ավելի քան 360 միլիոն դրամ։ Խորհրդով չեն մշակում հավատալիս։ Դե ով ստանում է, գրպանում է ուտում այդ միլիոնները։ 360 միլիոն է մեծ թիվ չի խորհրդի համար։ Չեմ մոռանում մեծ չի, բայց կյանքով չեմ տվել։ Որևէ մի հատ մարդ եկել է ձեզ ինչ որ մի բան խորհուրդ տա։ Չէ, դες բան չէ։ Խորհրդատվական եւ ներկայացուցչական ծախսերը եւ հաշվապահորեն եւ տնտեսագիտորեն դրանք ամենակիչ հիմնավորում պահանջվող ծախսերն են։ Գյուղատնտեսական խորհրդատվական ծառայություն, որը նախկինում իրականացվում էին առանձին մարզային կառույցների կողմից, ՓԲ-ների կողմից, դա ավելի հայտնի Գամքեր անվանումով, այսինքն այս խորհրդատվական ծառայությունը ոչ թե մեկ խորհրդատվության արժեքն է կամ երկու խորհրդատվության արժեքն է, այլ սա տարեկան գործառույթ է։ Այն բաները, որ բերում են ու հա, այն թերթերը բաները։ Ինչ է, այդ դրանք ինչեր են։ Ասենք ծառերի բուժման համար ինչ պետք է արվի, այտենց բաներ էլի։ Տարիներ շարունակ գյուղացիներին տրամադրվող գյուղական խորհրդատվական ծառայությունները սահմանափակվել են նմանօրինակ թերթերի տպագրություններով, որն ավելի շատ խորհրդատվություն տրամադրողի վճարովի ծառայությունների գովազդ է, քան անվճար խորհրդատվական ծառայություն։ Զովունի գյուղի բնակիչները պնդում էին, որ ոչ թե խորհրդի, այլ որակյալ սերմացուի, էժան ջրի ու տեխնիկայի կարիք ունեն։ Գյուղապետարանում էլ վստահեցնում էին, թե իրենք են անհրաժեշտ խորհուրդները տալիս համագյուղացիներին։ Դե ինչ խորհուրդ է որ լինում է գալիս են մեր մոտ ասում ենք, էլի։ Անվճար եք պաստորեն տալիս խորհուրդը։ Սա ամենօրյա աշխատանքի գյուղացու հետ, այսինքն ստեղ մենք խորհրդատվության համար գումար ոչ թե տալիս ենք, այլ հիմնական դրանք աշխատավարձներ են, պապաման ծախսերն են, դասընթացների վրա ծախսվող գումարներն են։ Ահա դուք չգիտեք ձև, այ դրա համար է նախարարությունը խորհուրդ տալիս, այդ այգիները լավ պահելու։ Մեր աշկը բացել ենք, այգու մեջ ենք մեծացել, ոնց կարող է չիմանալ։ Մշակող գյուղացին, որ խնդիր է ունեցել, հիվանդություն է ունեցել, չի իմացել ոնց պետք է պարտացվի, այս նույն խորհրդատուներն են իրանց աջակցել։ Ինչ որ մարդիկ եկել են արտասահմանից կամ Հայաստանից խորհրդատվություն են արել են թե չեն արել, ընդհանրապես կարելի է հաշվետվություն կազմել, որ եկան մի քանի օր մասնակից գնացին։ Դեռ անցած տարեվերջին վերահսկիչ պալատի ուսումնասիրության պարզվեց, որ զուր են եղել գյուղատնտեսական աջակցության մարզային կենտրոններին հատկացված միլիոնները, քանի որ աշխատել են անարդյունավետ, ձևական երբեմն էլ միայն թղթի վրա։ Պարզվել է, որ դասընթացներին մասնակցել են մահացած մարդիկ։ Ողջերն էլ որոշ հարցումներով հիմնականում անարդյունավետ են գնահատել խորհրդատվական ծառայության աշխատանքները։ Իրականում հավատացեք ինձ, լուրջ արդյունք եղել է։ Նման ծախսերը իրոք կարծում եմ այդքան էլ արդյունավետ չեն, նաև եթե հաշվի առնենք, որ արդեն երկար տարիներ է մեր տնտեսությունում ինչ-որ որակական կառուցվածքային փոփոխությունների ականատես չենք լինում։ Տարիներ շարունակ միլիոնավոր դրամներ են ուղղվում մանկապատանեկան թերթերի եւ ամսագրերի տպագրությանը։ Կրթության եւ գիտության նախարարությունը 7 անուն պարբերականի համար տարեկան տրամադրում է 47 միլիոն դրամ։ Պաշտոնական վիճակագրության համաձայն մոտ կարծեմ 200-ից ավել դպրոցում բացակայում է խմելու ջուրը, կոյուղին, հեռախոսակապը։ Նման պայմանների բացակայության պարագայում խոսել այլ ծախսերի մասին իրոք անթույլատրելի է։ Փորձեցինք նախ ամենաշատը ֆինանսավորվող կանչի ու ծիծեռնակի խմբագրություններից ճշտել, թե որտեղ են իրացվում այդ թերթն ու ամսագիրը։ Հետո մամուլի կրպակներից ու դպրոցների գրադարաններից պարզել, տանում են նման պարբերականներ, թե ոչ։ Խմբագրությունները փակ էին, ընթերցողներն ու վաճառողներն էլ անտեղյակ։ Իդեպ միայն կանչը տարեկան ավելի քան 16 միլիոն դրամի ֆինանսավորում է ստանում։ Կանչ տեղ կա, ծիծեռնակ ամսագիր կա, տենց ծանոթ է ձեզ երեխեք։ Դպրոցում էլ չեն ասել։ Չէ, ծիծեռնակ ամսագիր, կանչ տեղ, տենց բան լսել եք, ախտուր։ Չգիտեմ, Չէ, դուք Ընդհանրապես չեք ստանում։ Հա, իսկ ինչու։ Հարցը ոչ։ Խատուտիկ, լուսապսակ չեք էլ լսել։ Ամիսը 40-ից 50 հազար այցելու ունեցող Գրանիշ կայքի խմբագիրը նշում է, որ 16 միլիոն դրամով 16 հեղինակի գիրք կարելի է հրատարակել։ Մինչդեռ նշված կայքը պետությունից ընդամենը 600,000 դրամ է ստանում։ Վերցնում են ուղղակի գումարը, տան ընտանիքի անդամներով գործ են անում իրենց համար, թողնում են մի անկյունում, իրենց պետք է չի առանձնապես տարածել, փողը ստացել են, կգնան այնտեղ կստորագրեն, իրենց նշումը կանեն, որ մենք այս համարն էլ տպագրեցինք, բայց դա ում հասավ, ում տարածվեց, իհարկե ոչ ոքի
չի էլ հետաքրքրում։ Այս խնդրին Սուրանկյունը 3 տարի առաջ էր անդրադարձել։ Տարիների ընթացքում պատկերը չի փոխվել, սակայն ծախսային տողն ավելացել է 45-ից հասնելով 47 միլիոն դրամի։ Սա պայմանավորված է եղել ուրեմն պահանջարկով։ Եթե այդքան մեծ ֆինանսավորում են ստանում, ուրեմն պետք է ամբողջ օրը նման անուն լսեինք, էլի։ Ես ինքս առանձնապես չեմ հանդիպել այդ թերթի մասին վերջին տարիներին։ Կրթության եւ գիտության նախարարության բյուջեն ուսումնասիրելիս առավել ուշագրավ փաստ ենք արձանագրում։ Ասպիրանտական եւ դոկտորանտական կրթաթոշակներին շատ ավելի նվազ գումար է հատկացված՝ շուրջ 40 միլիոն դրամ, պարբերականների 47 միլիոնի համեմատ։ Եվ գիտական կրթաթոշակը եւ հետագայում նաեւ այն աշխատավարձը, որ ստանում է կրթության ոլորտի աշխատակիցը, իրոք նման ձևով փորձել բերել դեպի գիտություն լավ մասնագետների բավականին բարդ է։ Ծախսային մեկ այլ հոդված էլ դիտարկել ենք առողջապահության նախարարության բյուջեում 45 միլիոն դրամ անցանկալի հղիությունների կանխարգելման նպատակով հակաբեղմնավորիչ ժամանակակից միջոցների մատչելիության ապահովման համար։ Չնայած նախարարության գրավոր պատասխանում նշված է, թե այդ նպատակով հատկացված միջոցները կրճատվել են մինչև 5 միլիոնի, սակայն խորհրդարանի պաշտոնական կայքում 2017-ի բյուջեի մասին օրենքում նշված է 45 միլիոն դրամ։ Նախարարության պարզաբանմամբ 5 միլիոնի պայմանագիր է կնքվել Մոր եւ Մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի հետ, ըստ որի ուշ հիմնարկը պետք է բեղմնականխման միջոցների օգտագործման վերաբերյալ խորհրդատվություն տրամադրի, անցանկալի հղիությունների կանխման նպատակով մշտադիտարկում իրականացնի եւ բեղմնականխման միջոցների շրջանառության հետ կապված հաշվետվություններ ներկայացնի առողջապահության նախարարություն։ Միլիարդավոր դրամները հենց փոքր ծախսերից են բաղկացած եւ բյուջետային անարդյունավետ ծախսերը, բյուջետային չարաշահումները հենց փոքր գումարներով է։ Առողջապահության նախարարությունից հիմնավորում են, որ ծրագիրը միտված է արհեստական վիժումներից մայրական մահացության ու անպտղության կրճատմանը, սակայն թե ինչպես են բաշխվելու բեղմնականխման միջոցները, ինչ սկզբունքներով եւ ինչպես է լինելու պատասխանատուների մշտադիտարկման ներքո, պատասխաններ չկան։ Նախորդ տարիներին ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի աջակցությամբ ձեռք բերված ժամանակակից հակաբեղմնավորիչները տրամադրվել են հանրապետության 95 առաջնային օղակի ընտանիքի պլանավորման գործառույթ իրականացնող բուժ հաստատությունների, որոնք ծրագրի շրջանակում բացի հակաբեղմնավորիչներից անվճար զննում, հետազոտություն եւ խորհրդատվություն են տրամադրել կանանց։ Բյուջեի մոտ իջև 25-ից 30%-ը, որը կազմի մոտ $1 միլիարդ, կարելի է ավելի արդյունավետ օգտագործել եւ որը նաեւ կնպաստի տնտեսության զարգացման։ Եվս մեկ ուշագրավ ծախս։ Պետական բյուջեից 57 միլիոն 800 հազար դրամ է հատկացվում որպես մարդասիրական օգնություն Հայաստան բերված դեղերի մաքսազերծման, պահման եւ բաշխման համար։ Ու որքան էլ պատասխանատուները ծախսը հիմնավորում են կառավարության այս կամ այն որոշումը կայակոչելով, միևնույնն է, անհասկանալի է անվճար դեղորայքի մաքսազերծմանն ուղղվող միլիոնավոր դրամների ծախսը։ Սոնա Դանիելյան, Գառնիկ Սիրեկանյան, Սուրանկյուն։ Ասում են, սև շրջանին հաջորդում է սպիտակը, որին մարդը սպասում է տխրության, հուսահատության եւ վշտի ժամանակ։ Արագածոտնի Օրգով գյուղում ապրող դավթյանների համար սև շրջանը սակայն մտել է իրենց կիսաքանդ տուն ու չի հեռանում։ Ընտանիքի հորմայից հետո 3 զավակները մոր հետ մնացել են անօգնական ու անպաշտպան։ Միայն ավակ որդին է աշխատում։ Ուրիշների անասունները վախ առավոտյան տանում է արոտի, ուշ երեկոյան վերադառնում, ամռանն էլ մնում է սարում։ Այդ գործի համար չնչին վարձատրություն է ստանում։ Ընտանիքի մայրը ուտելի բանջար ու ծաղիկներ հավաքել վաճառելով միայն հացի փող է վաստակում։ Շատ քաղցած օրեր են անցկացրել մանավանդ հորմայից հետո։ Կրծել զավակը նույնիսկ մի անգամ դպրոցի ճանապարհին սովից ուշաթափվելու վնասվածքներ է ստացել։ Կացարանը, որտեղ գոյություն են պահպանում, շատ խոնավ է, անձրևի եւ ձյան ժամանակ տանիքից մշտապես կաթում է։ Եթե տանիքը չնորոգվի, խոնավությունը իր սև գործը կանի է ու արել է։ Ժամանակին դավթյանների կրծեր դուստրը հոդացավերի պատճառով չի կարողացել քայլել։ Մենք շատ կարիքավորների ենք ներկայացրել իրենց ցանկություններով, երազանքներով ու խնդրանքներով, բայց երբեք չէր պատահել, որ 14-ամյա աղջիկը գեթ մեկ ցանկություն բարձրաձայներ՝ նորոգված տեսնել իրենց տանիքը։ Սա էլ երջանկության նրա բանաձևն է։ Այժմ Հերմինե Բաղդասարյանի նրանց փոփում է հույսը տեսանյութը։ Արագածոտնի Օրգով գյուղի այս քարուքան տանն է ապրում ու օրվա հացի համար ամեն օր պայքարում դավթյանների համեստ ընտանիքը։ 50-ամյա Ազնիվի դեմքին ժպիտը սառել էր, հոգսից կորացել է, ծանր աշխատանքից էլ ձեռքերը կոշտացել են։ Ամուսնու 48-ամյա Դավիթի մահը թևաթափ է արել նրան ու զավակներին։ Սուր հեռացել եմ մեզնից, բայց ինչ անեմ։ Տան հոգսը պրոբլեմը լրիվ մնացնեին վրեն։ Ազնիվը պատմում էր, որ ամուսնու ինքնազգացողությունը վատացել է ծանր աշխատանք կատարելիս, վիրահատվել
ու երկար ժամանակ բուժում է ստացել, հետո ստիպված են եղել ոդկա անդամահատել։ Անհրաժեշտ դեղորայքի ու վիրահատությունների համար վաճառել են տարիների դժվար աշխատանքով ձեռք բերած մի քանի կովը, պարտքեր կուտակել։ Պատրաստվել են վաճառել նաև տունը, բայց Դավիթի կյանքը փրկել չի հաջողվել։ Օպերացիա անելուց ուզեցի, ինձ դեղերին ուզում էին, ես էլ ասում եմ ոչինչ, ամեն ինչ կտամ, մենակ թե իր կյանքը փրկին։ Որովհետև առանց իր դժվար սա հոգսը մնացել է իմ ճիշտ է, սիրտս մնացում, բայց երեխեքի մոտ չեմ լացում, բայց դու իրանք չիմանա, ավելի լավ է ես իր տեղը ամեն ինչ անեմ։ Գյուղում աշխատանք թեև չկա, բայց ազնիվը անում է ամեն հնարավորը։ Ծաղիկներ, մասուր, ուտելի բանջար է հավաքում դաշտերից, հասնում քաղաք, որ վաճառի ու չնչին գումարով կարողանա ապրուստը հոգալ։ Դպրոցն էի աշխատում, 2 տարի աշխատեցի Արաքսուս ժամանակով, հետո որ կրճատում ելավ, ես ելա։ Կուզեի մինչև մի աշխատեի էլի, հավաքարար էի աշխատում դպրոցում, տեսակ երևի դպրոցը։ Իր կորպուսները ինքան փոքր ա, որ 2 հավաքարարից ավել չթողի, ես 3-րդն էի, կես դրույքով իմ փողը։ Նեղսրտել էր, որ չի կարող նույնիսկ մի կտոր տաք լավաշ հյուրասիրել։ Ալյուր չունենալու պատճառով Թունիրը երկար ժամանակ առանց կրակի է մնացել։ Ամաչում էր, բայց տանն ուտելու ոչինչ չկար։ 14-ամյա Արաքսյանն էլ արդեն սովորել է դիմանալ քաղցին։ Մենք մեզ ունենց ենք անում, որ կա այս մի բան կանեն, կամ բանջար, կամ մի բան, որ լինի։ Մի անգամ կարող է չդիմանալ, բայց հետո մի անգամից հետո արդեն կարող ես դիմանալ։ Հոր մահը ալեկոծել է աղջկա հոգին, դարձրել ավելի լռակյաց ու ինքնամփոփ։ Ամեն անգամ տուն մտնելիս հոր ձայնին է սպասում։ Հոր սերն է, որ մոռացնել էր տվել սոցիալական ծանր վիճակը։ Հիմա թեկուզ մայրն ու եղբայրը կողքին են, բայց իրեն միայնակ է զգում։ Դե իրանք իրանց տեղն ունեն, ուղղակի պապան իմ համար մի ուրիշ ձև է եղել ու անսովոր է, որ ինքը չկա իմ կողքը, չի ասենք ես ամեն անգամ դասից գալուց միշտ ինքը, երբ որ ես մտել եմ տուն, ինքը ինձ ձեն ա տվել, կամ ինքը որտեղ ա գնացել տուն ա եկել, ես իրար հետ մենք միշտ բանով ենք եղել, ասենք ինքը իմ մտնելը տուն զգացել ա, ես իրա տուն մտնելը զգացել եմ։ 26-ամյա Սենիկն այս ընթացքում տուն վերադարձավ հարևան գյուղից։ Անասնապահ է, երկար ու քարքարոտ ճանապարհը ոտքով էր անցել։ 5 տարի է օր ու գիշեր աշխատում է, բայց չեն կարողանում տունը նորոգել։ Խոնավությունից տան հատակը քանդվել էր։ Եղածը գյուղապետարանի աջակցությամբ են սարքել։ Այս դրեր ենք, որ ասենք վերևից կաթում է, ասենք գրիշը ծակա, շիֆերները շուտվա շիֆեր են, ստե կաթում է։ Էսի ասենք քանդվում արդեն դուրը, ասենց վիճակա, էսի պատերը, հնարավորություն ասենք հետա, սա դերեմ, էսի։ Այս ճաքերը ինչից հավատացած։ Այս ճաքերը առաջացել է գրիշի, որ կաթում է իր այդ խոնավությունից լրիվ ընդհանուր քաշե շենքի տակը։ Ձմռանն իրավիճակն ավելի է բարդանում, քանի որ աշխատանքը սեզոնային է։ Ստիպված պարտքերով են սննդամթերք վերցնում, բայց ամեն ինչ անում են, որ ամոթով չմնան։ Ուզում եմ, որ իրանից հետո պարտքեր չունենամ, երեխեքիս լավ պահեմ, ցանկություն կա, բայց դրանք կկարանան, ես նպատակին հասցնեմ իրեն։ Օրը էլ է, ասենք, ձմեռը լրա, որ լուսի փողը չել է, ընդամենը խոսքի, որ 2000 դրամ է։ Ընկեր եմ մասուր եմ հավաքը ձմեռ դաշտերից, որ կարնամ ինչ-որ մի բան անեմ, բերեմ էլ լուսի փողը փագեմ, որ չկան անջատեն։ Տեսնելով նրանց տան վիճակը, հարևանները չեն կարողանում անտարբեր մնալ, օգնում են ինչով կարող են։ Սենիկը երևի որ եկավ, մինչև հիմա սոված լիներ։ Սովածել գնաց հանդ։ Ամեն դեպքում չենք թողում, որ վատ դրության մեջ մնան իրանք։ Ծանր օրվա ավարտից հետո Սենիկն առանձնանում է այգում ու հոր կորստի ցավը փորձում է մեղմել հայրենասիրական երգերով։ Հերավոր սիդյա սասունցոջախ դուս աշխարհ եկար դուցազուն ամպարտ եւ ակունքների ոգով սվեցի
հայոց սուրբոյի ճամփան բռնեցի։ Հունիսի 9-ին Արաքսիայի ծննդյան 15-ամյակն է։ Այս մասին խոսելիս շրթունքները դողում են։ Հայրը խոստացել էր տոն կազմակերպել, իսկ հիմա ապրում է հուշերով։ Ինքը ամեն ինչ անելով իմ համար անակնկալ սարքեց իմ ծնունդը, թեկուզ ասենք ինչ որ մի փոքր բան էր, բայց այդ մի փոքր բանը իմ համար շատ մեծ բան էր։ Ես տենց եմ անում, ասենք այնց անեմ, որ իմ մոր, քրոջ աշկից ասենք արդյունք չթա, որ իրանք իրանց լավը զգան, ես այնց եմ ուզում անեմ, որ իմ հոր կարիքը չզգան իրանք։ Այս տունը նման է իր բնակիչներին, արտաքինից ամուր է թվում, մինչդեռ պատերին մեծ ճաքեր են առաջացել, քանի որ տանիքը վնասված է։ Նրանց ներսում էլ հիմա դատարկություն է, որը ոչնչով չես լցնի։ Իզուր չեն ասում, որ աչքերը հոգու հայելին են։ Հնարավոր չէր քողարկել ցավն ու տառապանքը։ Լուր տանում են իրենց բաժին բեռը ու փորձում ժամանակի հետ նորոգել հոգու վերքերը, որ ավարտին հասցնեն հոր անավարտ երազանքները։ Հերմնե Բաղդասարյան, Զորաբ Քարամյան, Էմի Մանուկյան, Սուրանկյուն։ Թողարկման երկրորդ հատվածում դիտեք։ Ճանապարհային ոստիկանությունը չի առաքել որոշումը փոստ։ Երկուշաբթի օրվանից կտեղեկանան նաև SMS-ով։ Այս ծանուցումները ոչ պաշտոնական են։ Ոստիկանության ծրարները ոչ մի կերպ չեն գտնում հասցեատիրոջը։ Մի անգամից դահակից է թուղթը եկել է։ Չծանուցվեն անհեթեթ խախտումների մասին։ Նամակը գրելու իմաստը կա, թե չկա։ Պետ համարանիշ չի եղել։ Արևան գնում է համարների վրա։ Տուգանել են 200,000 դրամով։ Ես ոչնչորտա չեմ կարող կատարեմ, որովհետև իմ վրա կալանք է։ Հուսափողները կփնտրեն միայն պատճառաբանություններ։ Մենք էլ չենք կարող ոչ մի ձև ապացուցենք։ Մի քանի անգամ ճանաչվել է Հայաստանի չեմպիոն։ Չգիտեմ ինչ եղավ։ Բախվում են խողովակներից բարձրանում ժայռեր։ Աչուձախ ձորա։ Ընկավ։ Ձեռք է բերում համացանցով իրեն հետևողների մեծ քանակ։ Ինքը դառնում է շատ մոդայիկ։ Հենց դա էլ կհետաքրքրի համացանցի օգտատերերին։ Անպայման լայք։ Այստեղ էլ իհարկե լուրջ վտանգներ կան։ Շատ տրավմաներ եմ ունեցել։ Ռեկորդը այլևս չի կրկնել։ Չգիտակցված ռիսկի գնում են միայն հիմարները։ Հայաստանում այս դաշտում դեռ փողեր չեն պտտվում։ Հայտնի լինելու ցանկություն է։ Եթե ընտանիքը կամ դպրոցը չի առաջարկում այլընտրանք, Ծնողներից ոչ մեկը տեղակ չէր։ Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի հունիսի 5-ից գործարկվելու է ճանապարհային ոստիկանության տեսանկարանող կամ լուսանկարանող սարքերով արձանագրված իրավախախտումների գործերով կայացված որոշումների վերաբերյալ Telegram բջջային հավելվածի միջոցով տեղեկություններ տրամադրելու համակարգը։ Այս հայտարարությանը տեղյակ հարյուրավոր մեքենատերերից ոմանք զանգահարել են մեր խմբագրություն, մեր միջոցով ոստիկանությունից ստանալու մասնավորապես հետևյալ հարցերի պատասխանները։ Որն է ծանուցման եղանակների տարբերությունը, արդյոք այսուհետև ծանուցված կհամարվեն SMS ստանալու պահից, արդյոք կվերանա վարորդ ճանապարհային ոստիկանություն հայփոս դահք քաշքշուկը եւ այսպես շարունակ։ Մարդկանց մտահոգությունն ու թերահավատությունը կարելի է հասկանալ, քանի որ այս հարցերը տարիներ շարունակ մնացել են անպատասխան։ Վառ օրինակը վերջերս մեր խմբագրություն դիմաց քաղաքացու պատմությունն է, որը տուգանքի մասին ճանապարհային ոստիկանությունից ծանուցում չի ստացել, փոխարենը տույժերի վերաբերյալ հարկադիր կատարողներից, ինչպես ասում են, սև թուղթ է ստացել։ Ու հիմա չի կարողանում բողոքարկել, քանի որ չի տեսնում խախտման ակտը։ Ու մինչ վաղվանից վերջնական կգործարկվի ծանուցման նոր եղանակը, ասեն, որ բջջային հավելվածի ներբեռնումն ու հետագայում տեսական լուսանկարանող սարքերով արձանագրված խախտումների գործերով որոշումների վերաբերյալ տեղեկությունների դիտումը լինելու է անվճար։ Այնպես որ հույս կա, թե ճանապարհատրանսպորտային խախտումների մասով դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության բյուջեն ճեղքված կտալու։ Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի ուշադրությամբ հետևեք Նելի Հարությունյանի տեսանյութին, որը վերնագրել ենք կատարելագործման թե այլ նպատակ։ Հունիսի 5-ից ներբեռնելով Telegram բջջային հավելվածը, ապա նաև ճանապարհային ոստիկանություն ենթահավելվածը մուտքագրելով մեքենայի տվյալները եւ կատարելով մյուս բոլոր կարգավորումները կարող եք վարչական տուգանքների մասին ծանոթություններ ստանալ հավելվածի միջոցով, ինչպես նաև նույն տեղեկատվությունը հասանելի կլինի նաև սովորական SMS հաղորդագրությունների տեսքով, սակայն բոլոր այս ծանոթությունները ոչ պաշտոնական են, այլ այլընտրանքային։ Ծանուցման այլընտրանքային եղանակների գործարկումով ճանապարհային ոստիկանությունը հետապնդում է մի նպատակ՝ բարելավել այս գործընթացը, դարձնել ավելի հասանելի, հավանաբար նաև այն հույսով, որ վարորդների ծանուցված չլինելու մասին մշտական տրտունջները հիմնականում տեղին կդադարեն։ Ծանուցման այլընտրանքային եղանակների ստեղծումը նաև ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների հայեցակարգի պահանջ է։ Այսպիսով, տեսանկարահանող սարքերի արձանագրած խախտումների վերաբերյալ որոշումներին վարորդները երկուշաբթի օրվա
սկզբանից կտեղեկանան նաև SMS-ով։ Համակարգին միանալու համար անձը պետք է 1041 կարճ հեռախոսահամարին ուղարկի հաղորդագրություն, որում պետք է առանց միջակայքերի, առանց միմյանցից տարանջատելու կամ զատելու նշի իր տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի սերիան եւ համարը, այնուհետեւ տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը անջատված ստորակետով։ Եթե ամեն ինչ ճիշտ է արված, պատասխան հաղորդագրությամբ գրանցումը համակարգում կհաստատվի։ Գրանցման համար կգանձվի 50 դրամ, իսկ հետագայում ստացվող կարճ հաղորդագրությունները վարորդների համար կլինեն անվճար։ Եթե հետագայում անձը ցանկություն ունի փոխելու այն հեռախոսահամարը, որին ստանում է հաղորդագրությունները, կամ ուղղակի վաճառել է մեքենան եւ ցանկանում է դադարեցնել այլևս հաղորդագրություններ ստանալը տվյալ տրանսպորտային միջոցի, ապա պետք է նույն 1041 կարճ հեռախոսահամարին ուղարկել հաղորդագրություն, նշելով նույն հերթականությամբ տվյալները, ուղղակի սկզբում ավելացնելով լատիներեն stop բառը։ Նոր մեքենայի խախտումների վերաբերյալ ծանուցումներ կամ նոր հեռախոսահամարին SMS ստանալու համար անհրաժեշտ կլինի վերագրանցվել։ Իդեպ կարճ հաղորդագրությունները նախատեսվում է ուղարկել խախտման վերաբերյալ որոշումը կայացնելուց անմիջապես հետո։ Երբ արդեն ճանապարհային ոստիկանության համապատասխան ծառայողը հաստատում է որոշումը, այսինքն համարվում է կայացված որոշումը, դրանից հետո անմիջապես կուղարկվի կարճ հաղորդագրության միջոցով։ Այնպես որ եթե առանձնահատուկ դիտավորություն չունեք խուսափելու տուգանքը վճարելուց կամ չեք պատրաստվում բողոքարկել, այն կարող եք վճարել չսպասելով փոստատարի խիստ անցանկալի առաքանում։ Իսկ SMS-ները հնարավոր է չստանալ միայն մի դեպքում, եթե հեռախոսահամարը 3 ժամ անընդմեջ գտնվի բջջային օպերատորի ծածկույթից դուրս։ Քանի որ այս վտանգը միշտ կա, հետևաբար փոստային ծանուցումը կշարունակի մնալ ոչ միայն կենսունակ, այլև պատշաճ ծանուցման միակ ձևը։ Փոստային առաքման եղանակը դեռևս օրենքով սահմանված դա միակ պատշաճ, այսպես ասենք, պաշտոնական ծանուցման եղանակն է, դեռևս գործող, որ մենք իրականացնում ենք, եւ դա շարունակվելու այնքան, քանի դեռ օրենքով այլ եղանակներ չեն դրվի շրջանոցի մեջ կամ չեն գործի։ Բջջային Telegram հավելվածով վարչական խախտումների մասին ծանուցվելու համար հարկավոր է ներբեռնել Road Police Bot ենթահավելվածը եւ մուտքագրել մեքենայի վերաբերյալ պահանջվող տվյալները։ Այստեղ ի տարբերություն կարճ հաղորդագրությունների ծանուցումները ստացվում են ոչ թե յուրաքանչյուր դեպքով առանձին հաղորդագրություն ուղարկելու միջոցով, այլ ուղղակի անձը պետք է մուտք գործի Telegram համակարգը եւ այնտեղ ուղղակի տեսնի իր տրանսպորտային միջոցի վերաբերյալ կայացված որոշումների տվյալները։ Ճանապարհային ոստիկանությունում շեշտում են, որ նորամուծությունները ծանուցման այլընտրանքային եղանակներ են, սուտ հարմարավետության համար ստեղծված, խախտման վերաբերյալ որոշումով նախատեսված պարտավորությունների կատարման ժամկետների հաշվարկը եւ իրավական մյուս գործընթացները կիրականացվեն միայն ճանապարհային ոստիկանությունից ուղարկված ծրարը ստանալուց հետո, իսկ չստանալու դեպքում ազդարար ԿՏՄ կայքում տեղադրելու 3-րդ օրվանից հետո։ Ճանապարհային ոստիկանության ծրարները չստանալու հարցը եղել եւ մնում է մեքենատերերի կողմից ամենակննարկվողը։ Նրանց բացարձակ մեծամասնությունը վերջին տարիներին շարունակ ջանում է բացահայտել առեղծվածը, թե ինչու ոստիկանության ծրարները ոչ մի կերպ չեն գտնում հասցեատիրոջը, ինչը չի կարելի ասել ԴՀԿ-ի ուղարկածների մասին, որոնք ենթադրում են նաեւ հավելյալ ծախսեր։ Պոստալյոնը ծրար բերեց ԴՀԿ-ից, ասեց խախտում ունեք, բացեցի, տեսա որ տուգանք կա։ Նայեցի կոմպյուտերով տեսա չկա, ոչ գայից էր ծրարը եկել, ոչ էլ սայթում խախտում եմ ունեցել, ու մի անգամից ԴՀԿ-ից է թուղթը եկել է։ Հիմա ստացվում է, որ ԴՀԿ-ի փող էլ պետքա տանեմ մուծեմ։ 10,000 տուգանքն է, 5,000-ը ԴՀԿ-ի փողը պետքա տամ։ Հնարավոր ասել տանը չեք եղել, հետո ձեզ չես զուշացել, տանը չֆիտերված չեք դրավաճակ չեք ստացել, բայց նույն դեպքում ոչ էլ արտահերց սպասել։ Այսինքն ճանապարհային ոստիկանությունները չեն ուղարկում, ինչի՞։ Դեպքերի մասը դեպքեր որ չի գալիս, բայց կասկած ոստիկան չի ստանում։ Ոստիկանությունից ոչ չի գալիս։ Հարկադիր կատարման ծառայությունից փաստը որոշման վերաբերյալ ծանուցում ստանալուց հետո պարզվում է, որ ճանապարհային ոստիկանությունը չի առաքել որոշումը փոստի միջոցով կամ փոստի միջոցով առաքել է, բայց չստանալու պատճառով հետ է վերադարձվել եւ այնուհետեւ չի տեղադրվել որոշումը հրապարակային ծանուցումների կայքեջում, սակայն ուղարկվել է հարկադիր կատարման, բնականաբար այս դեպքերում արդեն կարելի է վիճարկել ճանապարհային ոստիկանության գործողությունը։ Լրացվում է, մեջ գրում եք տվյալ ճանապարհային ոստիկանության նամակի որոշման համար է, որը որ չեք ստացել, դա ուղղելից է։ Տվյալ ամսաթիվ։ Նամակը գրելու իմաստը կա թե չկա։ Այդ նամակը գրելու իմաստը կա, փորձեք։ 50-50 չեմ կարծում։ Այսինքն հարցում արվում, որ ճանապարհային ոստիկանությունից չեն ստացել։ Բացում հայտարարություն տեսնում եք արդյոք ստացել եք, ծանոթվել եք թե ոչ։
Եթե ոչ, ինքը հանում է դահակայից դուրժը, ճարում եք նաև մայր գումարը։ Դիմումը կրվում է որոշման պատճառ ունենալու հիման վրա, եւ ձեր անձնակրիչ սեռը ուղարկում ենք մեր հայցքով, արդեն նամակի համարը ճշտվում է, ըստ դրած էս պատասխանում են ստացել եք, թե չեք ստացել։ Ստացել եք, այսինքն ճանապարհային ոստիկանությունից ուղարկվել է, թե չի ուղարկվել։ Այո, կամ ուղարկել է հասել է բաժանում, ձեզ տվել են, թե չեն տվել։ Հա, բայց այդ դեպքում ինչ-որ բան փոխվում է, էլի դա։ Բան չի փոխվում։ Վարչական տուգանքների մասին ծանոթման այլընտրանքային եղանակները թերևս կմեղմեն ծրարների շուրջ մշտական իրարանցումը։ Ըստ էության սրանք լրացուցիչ մեխանիզմներ են, որոնք ավելի են սահմանափակելու վարորդների տուգանքների մասին անտեղյակության պատճառաբանությունները։ Բայց նույնքան ջանասիրաբար քայլեր չեն ձեռնարկվում, որպեսզի վարորդները չծանուցվեն անհեթեթ խախտումների մասին։ Փոստայից գալիս է նամակ, որ տուգանք ունեմ, ասեն ես մեքենա չունեմ։ Ու հետ եմ տալիս փոստին էլի։ Որոշ ժամանակ անց նորից գալիս է այդ տուգանքը, այս անգամ արդեն դահակայություն եմ ճանապարհային ոստիկանություն։ Անտեղ պարզում են, որ իմ անվան ստակնշով մեքենա կա ու խախտում կատարել ինձ տուգանք հայտել։ Ու անունն, ազգանուն, հայրանուն, բնակչության վայրը բոլորը համընկնում էր, բացի ծննդյան ամիս ամսաթվից։ Դիմում եմ գրում նոյեմբերի վերջերը, որ ես մեքենա չունեմ, իմ անով նույնիսկ մեքենա չկա գրանցված, այսքան ժամանակ ես դիմումը գրել եմ ու պատասխան չկա ու ես ոչ մի գործ չեմ կարող կատարել, որովհետև իմ վրա կալանք է։ Երկրորդ անգամ ճանապարհային ոստիկանությանը դիմում է գրել նաև այս մեքենայի տերը։ Նրան տուգանել են 200,000 դրամով, պատճառաբանելով, թե տեսանկարանող Սարգսն արձանագրել է, որ մեքենայի առաջամասում պետհամարանիշ չի եղել։ Տեսագրության մեջ նայում ենք, արևը ընկնում է համարների վրա, երևի տեսախցիկը որակը լավը չի ինչ։ Մնացած մեքենաների համարներն էլ լրիվ սպիտակ է երևում։ Մեր մեքենան է, որ սպիտակ է, երևի այդ պատճառով իրանց թվում է, որ վրան չի։ Գնացինք գայի, դիմում գրեցինք, ասացինք, որ մի խաչմերուկ ես կոմենկոմ նայեք, նորմալ կլինի, երևի կերևա, որ համարները վրան է, ասացին 2 օր հետո ջնջվում է այդ զապիսները։ Ոնց որ ապացուցման խնդիրը մեր վրա է, մենք էլ չենք կարող ոչ մի ձև ապացուցենք։ Առաջի դիմումին մերժում եկավ, երկրորդն ենք գրել, 20 օր սպասում ենք, տեսնենք ինչ կլինի։ Զավեշտի հասնող ամենատարբեր խախտումների մասին ծանոթություններ էլի են եղել եւ գուցե դեռ կլինեն, իսկ ճանապարհային ոստիկանությունում առաջիկայում պատրաստվում են գործարկել ծանուցման եւս մի նորամուծություն։ Մոտավորապես հետեւյալ կարգախոսով՝ ծանուցվել ցանկացող վարորդները կունենան մի շարք հնարավորություններ, իսկ դրանցից խուսափողները կփնտրեն միայն պատճառաբանություններ։ Նելի Հարությունյան, Գառնիկ Սիրեկանյան, Զորաբ Քարամյան, Սուրանկյուն։ Դավիթ Հաշենում նախորդ շաբաթ տեղի է ունեցել ողբերգություն։ Կամրջից ընկել եւ մահացել է 13-ամյա տղա։ Հետո պարզվել է, որ նա Այկիկենդո կարատեի Հայաստանի բազմակի Եվրասիայի ու Կովկասի չեմպիոն էր։ Դեպքի պահին պատանին ընկերների հետ է եղել ու ըստ լուրերի փորձել է ինչ-որ հնարքներ կատարել կամրջի հենափակոցների վրա, բայց կորցրել է հավասարակշռությունը։ Նախկինում նման հնարքներ կատարելու փորձ այդ երեխան ունեցել է թե ոչ, հայտնի չէ։ Ինչու ենք որոշել անդրադառնալ այս թեմային, որովհետև դեռահասներին նման արկածախնդրությունից հրաժարվելու կոչերը բավարար չեն։ Հարցը միայն ադրենալինը եւ ընկերների աչքին ավելի համարձակ երևալու ձգտումը չէ։ Վերջերս համացանցում բավականին տրենդային է դարձել ռուֆինգը, երբ մարդիկ բարձրանում են ինչ-որ բարձր կառույցի վրա, ամբողջ ընթացքը նկարահանում են, այնուհետև տեսանյութը տեղադրում YouTube-ի իրենց ալիքում։ Դրսում սա նաև գումար վաստակելու միջոց է, կախված ռուֆերի ալիքին հետևողների թվից։ Իսկ Հայաստանում առայժմ պարզապես հանրաճանաչ դառնալու բավականին վտանգավոր միջոց եւ այն կանխելու արդյունավետ գործիքներ առայժմ չկան, քանի որ պատանու նման անմիտ եւ ամենակարևորը վտանգավոր ներողություն արտահայտությանից կայֆերից հետ պահելու համար անհրաժեշտ է դրանց տեղը լրացնել այլ զբաղմունքներով։ Այնինչ լրացնելու գործառույթը ծնողներինն է, իսկ նրանք հիմնականում զբաղված են առօրյա սոցիալական խնդիրներով։ Ռուֆինգի հայկական դրսևորումների մասին է Արմեն Աթելյանի «Անտեսելով վտանգը» հետաքննությունը։ Մատկցուցվում է պատվիչներին, շատ վախենամ նոր։ Հիմա խաչակ ընկվեց, որտև Ասաշյանի, որտև ձեզ այթակեց կնգնի։ Այս ես ծստամ ժողժատայնում եք, նայեք, աչուծաղ ձորա, ընգավ, վսյո, որ չիմանակ, էլի սարկացաղ, ատոն, նայեք։ Մի քանի դեռահաս իրենց խոսքով պատվիչներին զարմացնելու համար որոշել են ռուֆինգով զբաղվել եւ տեսանկարահանել դա։ Հրազդանի Կիլչին հարող տարածքում կախվում են խողովակներից բարձրանում ժայռեր։ Ուզում եմ գնամ, մի հատ նայեմ։ Այ այստեղ, այս տան տակը ոնց է։ Հենա ժողովուրդ։ Հենա։
Մեծ հաշվով դեռահասները գիտակցում են իրենց արարքների վտանգավորությունը, բայց հույս ունեն, որ հենց դա էլ կհետաքրքրի համացանցի օգտատերերին։ Պատվիսած եղեք, իրականում էլ հետաքրքիր բաներ կտնանք, պետք է նոր վիդեո գցի, անպայման լայք։ Հայաստանում ռուֆինգը նոր երևույթ է, բայց ադրենալինի սիրահար պատանիների մասնակցությամբ տեսանյութեր արդեն կան։ Նրանք ընտրում են քաղաքի բարձր շինությունները եւ մագլցում դրանց վրա։ Ներքևում նրանց համար երևի մի տեսակ անհետաքրքիր է եւ տաղտկալի։ Կարևորը որ տեսանյութը դիտարժան լինի, չէ որ ամեն ինչ արվում է օգտատերերի համար։ Դժվար է ասել նման տեսանյութեր դիտել, պարզապես ցանկացել էր սեփական վախը հաղթահարել, թե փորձել էր մազական հնարք կատարել առավել էքստրեմալ տարբերակով։ Նախորդ շաբաթ 13-ամյա պատանի էր ընկել Դավիթաշենի կամրջից։ Հետո արդեն պարզվել էր, որ նա փոքր տարիքից զբաղվել է կարատեով։ Մի քանի անգամ ճանաչվել է Հայաստանի չեմպիոն, եղել է Եվրոպայի բրոնզե մեդալակիր։ Ուզեցել է այս մայթից փագա, հենց դիմաց։ Այդ объезда արել տակով։ Գծերով ինչ որ բան։ Այդ объезда արել տակով, որ հենի էս մյուս ցանցի վրա։ Այդտենց անցավ, հետո սոտ տվեց ոդկը։ Հետո հետ գալուց եկավ տակից անցավ։ Հետ գնալուց, տենց չգիտեմ ինչ եղավ։ Ռուֆինգը երբեմն ասոցացվում է պարկուրի հետ։ Նրանք սակայն տարբեր բաներ են։ Մեկը սուբ մշակույթ է, մյուսը կարելի է ասել սպորտաձև է եւ կենսակերպ։ Գաղափարը որ խոչընդոտներն ենք հաղթահարում, այն ինչ որ վախենալու է, մենք փորձում ենք դա հաղթահարենք։ Պարկուրով զբաղվողները հիմնականում հաղթահարում են արգելքներ, մագլցում եւ թռչում բարձրություններից։ Այստեղ էլ իհարկե լուրջ վտանգներ կան։ Շատ տրավմաներ եմ ունեցել։ Դե ես խելամիտ ձևերով եմ այս տրավմեքը ստացել, այսինքն ես կյանքիս նպատակ եմ ունեցել, որ 2 հատ ռեկորդ սահմանեմ, որ Հայաստանում ֆեստիվալներ կազմակերպեմ ու առանց այդ տրավմեքի ուղղակի անհնար էր այդ ամեն ինչին հասնելը։ Ամենայն դեպս Նարեկի խոսքով տարիներ առաջ սահմանած իր 2 ռեկորդը այլևս չի կրկնել։ Կա հավանականություն, որ էլ չի հաջողվի։ Մի խոսքով պահպանում է անվտանգության իրենց սահմանած նորմերը։ Նույնն է սովորեցնում պարկուր սովորող պատանիներին։ Նորեկների մեջ լինում են կանոնների շեղվողներ, բայց նրանցից արագ ազատվում է։ Այդ տարիքում շատ լուրջ ինքնահաստատվելու խնդիր են ունենում։ Ամեն մեկը մի ձևով է ինքնահաստատվում, թե մեկը կլինի ծխելով ինքնահաստատվի, թե մեկը, չգիտեմ, ինչ որ 100 հատ ժիմ կանի, թե մեկը մոստի վրայով կքայլի, դա արդեն հարցի մյուս կողմն է։ Ժամանակին հավանաբար էքստրիմի հանդեպ սերն է բերել այն ոլորտ, որում հիմա աշխատում է։ Հայաստանում կասկադյորական արվեստի հիմնադիր Արմեն Պետրոսյանը սակայն շենքերի տանիքներ եւ կռունկներ մագլցող երիտասարդներին ոչ մի կերպ չի հասկանում։ Գոյություն ունի գիտակցված եւ չգիտակցված ռիսկ։ Ուրեմն չգիտակցված ռիսկի գնում են միայն հիմնարները։ Բարիս ամենալայն իմաստով հիմնարը։ Այդպիսի մարդկանց անվանում են սարվի գալավաներ, անվանում են նաև այդ ազգին չեմ սիրում, բայց լավ բառը կոչվում է քյալլագյոզ։ Իրեն էլ երբեմն դիմում են ինքնահաստատման վտանգավոր քամիներով տարված երիտասարդներ։ Նրանց միանգամից մերժում է։ Կասկադյորական արվեստը խաղոպար չէ։ Սաները քրտնաջան աշխատանք են կատարում, միջև որ նկարահանման հրապարակում հնարքներ կատարելու իրավունք են ստանում։ Որոշակի, ասենք, ինչ որ վարժությունների տիրապետում եւ այլն, իրենց ումա որ ինքը ամեն ինչ կարող անել։ Այդպես չի։ Դա սխալ է։ Ասենք կես րոպեանոց դրվագի համար Արմենն իր գործընկերների հետ կարող է ամիսներով մազվել։ Ասում է ավելի լավ է գիշերը չքնել ու պատրաստվել, քան նկարահանման պահին անվտանգության հետ կապված խնդիր ունենալ։ Կասկադյորական արվեստով զբաղվում են խելացի մարդիկ։ Կասկադյորական արվեստում ուրեմն կա եւ սպորտ, եւ մաթեմատիկա, եւ ֆիզիկա, անգամ քիմիա եւ այլն։ Ռուֆինգը հիմնականում տարածված է պատանիների եւ երիտասարդների շրջանում։ Պարտադիր նախապայմանն իհարկե համացանցով աշխատանքն է։ Ռուֆերը համատեղության կարգով կարող է լինել վլոգեր, այսինքն իր մասնակցությամբ տարբեր տեսանյութեր է տեղադրում YouTube-ի ալիքում, ինչի շնորհիվ ձեռք է բերում համացանցով իրեն հետևողների մեծ քանակ։ Ինքը դառնում է շատ մոդայիկ, բայց հիմնական դպրոցականների եւ ուսանողների շրջանակներում, ու մեծահասակները նույնիսկ տեղյակ չեն, որ իրենց երեխաները այդպես շատ ակտիվ մտել են այդ ոլորտ։ Համացանցի հայկական սեգմենտում հիմա կան երիտասարդ վլոգերներ, որոնց նյութերը դիտում են հազարավոր մարդիկ։ Սամվել Մարտիրոսյանի խոսքով սակայն, ի տարբերություն ասենք Ռուսաստանի, Հայաստանում այս դաշտում դեռ փողեր չեն պտտվում։ Այստեղ ոչ միայն բանավոր մարդիկ փող են դրա վրա աշխատում, այդտեղ տենց էլ կա, այսինքն տենց լուրջ լսարան հավաքելու համար հաճախ պատրաստ են ինչ ասես անել, գլխի վրա ապարել, մենակ թե մարդիկ սկսեն իրենց նայել, բայց նաև այստեղ հայտնի լինելու ցանկությունը անպայման չի տակը միայն փող վաստակելու ցանկություն լինի։ Խնդրին իրավապահները վաղուց են տեղյակ, այսինքն հետևում էին այլ երկրներում այդ սուբմշակույթի տարածմանը ու սպասում այստեղ հասնելուն։ Հասավ։ Մի քանի ամիս առաջ մեր տեսադաշտում հայտնվեց այսպես կոչված ռուֆինգ երևույթը, անմիջապես ձեռնարկվեցին միջոցառումներ կանխարգելիչ։
Հանրապետության շուրջ 1400 դպրոցներում իրականացվեց մեկ ամսյակ, որի ընթացքում հանդիպումներ տեղի ունեցան մեր երեխաների հետ, ծնողների հետ։ Ոստիկանությունն ակտիվ հետևում է համացանցում հայտնվող հոլովակներին, փորձում են կանխել հնարավոր ողբերգական դեպքերը։ Մենք ընդհանրապես 2 օր առաջ ունեցանք մի դեպք, ինտերնետում հայտնվել էր տեսանյութ, որի արդյունքում երեխաները ներկայացուցին տարածքային բաժին իրենց ծնողների հետ։ Ծնողներից ոչ մեկը տեղակ չէր, որ իրենց երեխաները վտանգավոր զբաղմունք են գտել իրենց համար։ Այս խնդրի կանխարգելման կարևորագույն օղակն ընտանիքն է ու դպրոցը։ Ի վերջո դեռահասների մի հատվածն առօրյայում ունի մեծ բաց, որը պետք է լցնի ինչ-որ բանով։ Եթե ընտանիքը կամ դպրոցը չի առաջարկում այլընտրանք, բացը լրացվում է լավագույն դեպքում ինչ-որ մեկին զանգահարել, այսպես ասած գժվացնել դա նկարահանել ու YouTube-ում տեղադրելով, իսկ վատագույն դեպքում ռուֆինգա նման ինչ-որ մի բանով։ Մենք պարտավոր ենք երեխային իմանալ իր նախասիրությունները, տեսնել երեխան ինչով է զբաղված, ընկերական շրջապատը, տեսնել երեխան ինտերնետում ում հետ է ընկերություն անում, ինչ խաղեր է խաղում, ինչ է նախընտրում երեխան, մեր երեխան փողոցում ինչով է զբաղված, երեխան տանը մի այլ բան է, փողոցում մեկ այլ բան։ Ասենք մարդը տակամի երիտասարդը եւ ցանկանում է դառնալ ճանաչված համացանցի միջոցով։ Դրա համար կան բազում միջոցներ։ Օրինակ, օգնել տարեց մարդկանց, փորձել լուծել նրանց մի շարք կենցաղային խնդիրներ կամ փորձել բարեկարգել իրենց շենքին հարակից կանաչ տարածքը, տեսանկարահանել դա, տեղադրել համացանցում եւ ես վստահ եմ, որ լայքերի պակաս չի լինի։ Արմեն Աթալյան, Զորաբ Քարամյան, Սուրանքյուն։ Կհանդիպենք քիչ անց։ Մարդ կա, որ ողջ է մնացել։ Կարիք չկա, չէ՞ ասելու, թե դատավորի մեքենան այս երեքից որ մեկը կլինի։ Ակազնվայց սա, եթե խմած չլիներ, գուցե մեռներ։ Այս պատկերը տեսնելով նույնիսկ կոմայի մեջ գտնվող իսկական Շումախերը տեղում շուռ կգար։ Ակնհայտ արագության խերը։ Ափսոս որ ապացույցը արժեցավ երեխայի կյանք։ Հեռախոսի ձեն է գալիս։ Հարազատես մարդ չկա, արդեն տեղեկացել էի, որ վարորդը տեղում մահացել է։ Կոշիկը հանած։ Այս անձիկ պահում ու փակում էին մեքենան, որպեսզի չտեսնեն, թե ինչ է կատարվում մեքենայի ներսում։ Դավիթ Հաշենում 13-ամյա պատանու մահվան փաստն այնքան էր հուզել եւ մտահոգել, որ ակամա մտածեցինք, թե Չարբախում տեղի ունեցածը եւս կարող է ռուֆինգի կամ սելֆիի հետևանք լինել։ Ազանգողը նշել էր, որ Ձիհարշավարանի հարևանությամբ կարմիր բլրից մարդ է ընկել։ Դժվարանում էր ասել, արդյոք մահացել է, քանի որ նրան հասնելը բավականին դժվար է եղել։ Օպերատիվ ծառայություններն ու Շամշյանը մի կերպ են հաղթարել խորթուբորտու վտանգավոր ճանապարհը, ու երբ մոտեցել են երիտասարդին, չեն հավատացել տեսածին։ Նախ ուրախացել են, որ ողջ է եղել, ապա պարզել, որ հարբած է։ Դիտելով կադրերը կհամոզվեք, որ 21-ամյա Քաջիկ Արզումանյանը ողջ է մնացել երջանիկ պատահականությամբ, թեպետ բժիշկը հայտնել է, որ եթե հարբած չլիներ, գուցե մահանար։ Սիրելի երիտասարդներ, իհարկե տարիքի հետ կհասկանաք, որ քայլ անելուց առաջ պետք է հաշվի առնել նաև հետևանքները, սակայն հիշեցնում եմ, որ ալկոհոլ օգտագործելը ինչ-որ պահից սովորությունից վերածվում է հիվանդության, հաճախ տխուր վերջաբանով։ Ողբերգական ելքով պատահարներից որևէ մեկը չէի ցանկանա առանձնացնել, քանի որ 3 դեպքն էլ ինքնավթար են, ինչը նշանակում է, որ մեղավորը նորից մարդն է, եւ այդ մասին հատկապես վերջին ժամանակահատվածում շատ ենք խոսում։ Ինչու պետք է BMW-ն դուրս գա երթևեկելի գոտուց գլխի վրա շրջվի ու երեխա մահանա։ Ինչու պետք է Volkswagen-ը հարթ տարածությունում բախվի բետոնե արգելապատնեշին եւ վարորդն ու ուղևորը մահանան։ Տեսք Mercedes-ի մասնակցության պատահարի մասին, ինչ հետևանքով մահացավ երիտասարդ վարորդը, թող կադրերը խոսեն։ Այսինքն, բոլոր դեպքերում էլ գոնե նախնական տեղեկատվությամբ չի եղել արտաքին որևէ խոչընդոտ, ու փաստորեն ունեցանք 4 զոհ եւ մի քանի ծանր վիրավոր։ Ինչ է սա, եթե ոչ ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտման, եթե ոչ զգոնության բացակայության, եթե ոչ սեփական ու մերձավորի կյանքը չարժևորելու հետևանք։ Կարծում եմ միանշանակ պետք է մոտիվացնել հոգեբանների ինստիտուտի զարգացումը, որպեսզի այս եւ այլ հարցերին տրվի մասնագիտական գնահատական։ Շաբաթվա քրեական քրոնիկոնը, արտակարգ պատահարներն ու ավտովթարները, Գագիկ Շամշյանի չանսալու հետևանքները տեսանյութում։ Յանքները վտանգ չի սպառնում, չէ՞։ Այս հարցը, ժողովուրդ ջան, պատահական չէի տալիս, ասեմ ավելին։ Իրականում պետք է հարցը այսպես ձևակերպեի։ Մարդ կա, որ ողջ է մնացել, իսկ ինչու պետք է նման կերպ ձևակերպեի, քանի որ, ինչպես տեսնում եք,
վթարի ենթարկված մեքենան վերևից հազիվ էր երևում։ Որպեսզի դես ու դեն չընկնենք, միանգամից ասեմ, որ ամենագնաց Նիսանը գլորվել է մոտ 80 մետր։ Երևանի բնակիչներն ասել է, թե այս վթարը պայմանականորեն կարելի է անվանել ղարաբաղցիների անհավանական արկածները Հայաստանում։ Հայաստան ասելով ի նկատի ունեմ Երևան-Մեղրի ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորանները, որոնք ժողովրդի շրջանում առավելապես հայտնի են Քյարքիի ոլորանների անվամբ։ Հիմա շատերը բացականչեցին, քանի որ արդեն հասկացան, թե որ ձորի մասին է խոսքը։ Երբ անցնում ես այդ վայրով ու հայացք առնում ներքև, գլուխդ արդեն պտտվում է։ Ուր մնաց, թե սեփական մաշկիդ վրա զգաց դրա խորությունը։ Ու պատկերացրեք, այդքանով հանդերձ մեքենայում գտնված 3 ուղևորներից եւ ոչ մեկը չի մահացել։ Հենա զապչաստ գծած է հենա։ Հա, սա իրենն է։ Ինչ ավտո էր։ Նիսան։ Հա, մի զարմացեք։ Մտում դյուզգունի շատ գիտեի այս մեքենայի մակնիշը, մի հատ էլ սենց գլխկոնձի տված վիճակում ճանաչեի։ Պարզեցի, որ հրաշքով ողջ մնացածները 36-ամյա Արմեն Աղաբաբյանն ու Արմեն Մինասյանն են եւ 31-ամյա Արսեն Դոլուխանյանը։ Մեր ունեցած տեղեկություններով նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Այսինքն լավ պնդոտ ղարաբաղցիներ են։ Այդ թե որն է պնդությունը չափելու առիթ հանդիսացել կամ այլ կերպ վթարի պատճառը շուտով կիմանաք։ Չնայած մեծ հաշվով իմանալու բան էլ չկա, քանի որ դեպքը տեղի է ունեցել առավոտ կանուխ 5-ից 5:30-ի սահմաններում, ամենայն հավանականությամբ վարորդի աչքը կպած է եղել։ Սա ամենահավանական տարբերակն է, իսկ ընդհանուր առմամբ հերիք այս անտեր տեղը մի քիչ անուշադրի լինես, ոտքդ էլ գազից չթողնես եւ խնդրեմ։ Չի բացառում, որ շպրտված են մեքենայից։ Մեքենայի մեջ եղած չլնեն, էլի։ 30 ցցիններ էլի։ Միտեղ ղարաբաղցիներ, միտեղ դատավոր, այլ մյուս տեղը գյուղապետ։ Ինչպես ասում են, հենց այդպես էլ ապրում ենք մեր սիրած երկրում։ Լիրիկական զեղմանը տուրք տանք ու հասկանանք, թե Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մուշեղ Հարությունյանի մեքենան խի է այսօր ընկել։ Թերևս կարիք չկա, չէ՞ ասելու, թե դատավորի մեքենան այս երեքից որ մեկը կլինի։ Իհարկե, մեջներից քիչ թե շատ թանկը, այսինքն այս Hyundai Elantra-ն։ Չնայած մեքենաները նենց օրն են ընկել, որ ինչ թարմի մասին կարա խոսք լինի։ Վանաձոր սպիտակ ճանապարհի Արչուտ գյուղի հատվածում կեսգիշերից 10 րոպե անց ենք այս պատկերը ֆիքսել։ Մորթեք էլ չեմ կարող հաստատ ասել, թե ինչի են այսօր ընկել։ Դատավորի բախտից է եղել, թե երջանիկ այլ պատականության, բայց փաստն այն է, որ խոշոր վթարի պահին մոխրակույտի վերածված 3 մեքենաներում գտնվել են 3 մարդ, այսինքն բացի վարորդներից այլ ուղևոր չի եղել։ 3 վիրավորին էլ տեղափոխել էին հիվանդանոց ու ոչ մի կերպ չենք կարողանում հասկանալ, թե ինչ կարգի վնասվածքներ են ստացել, այսինքն կոտրվածքներ, թե այրվածքներ։ Մինչ ոստիկանները փորձում էին տեղեկատվություն հայթայթել վիրավորների վերաբերյալ, պարզեցի, որ նրանց թվում էր նաև դատավորի վարորդը, իսկ դատավորը մեքենայում չի եղել։ Բախտ եմ ասել է, բախտ։ Բայց ինձ առավելապես հետաքրքրեց, թե ինչպես են միանգամից 3 մեքենաներն այրվել։ Ուշադրությամբ հետևենք այս գործի քննությանը, հասկանալու, թե ինչպես կարող է բախումից նման շղթայական հրդեհ տարածվել։ Քիչ առաջ Արմեն Աթալյանը անդրադարձավ Դավիթաշենի կամուրջից ընկած 13-ամյա պատանու պատմությանը, չբացառելով, որ տեղի ունեցածը կարող է վերջին շրջանում տարածում ստացած սելֆի ռուֆինգի հետևանք լինել։ Ոչինչ էլ չի բացառում։ Ու ներկայացվող դեպքի մասին տեղեկանալով ես նույնպես կարծեցի, թե կրկին գործ ունենք ռոուֆինգի հետ, սակայն հասնելով դեպքի վայր անմիջապես կարծիքս փոխեցի, նայելով տուժածի դեմքին ու հոտ առնելով։ Ճիշտ լսեցիք, այս տունը շինվածը ոչ թե ռուֆինգի հետևանքով այսօր ընկել, այլ օղու։ Նենց որ, թե ոնց ու որտեղ է հասրել առավոտ ժամը 11-ի սահմաններում կոկոնը տաքացնի, հայտնի չէ, բայց որ շատ էր տաքացրել, փաստ է։ Ու հենց սպիրտի ազդեցության տակ էլ Չարբախի Ձիարշավարանի հարևանությամբ գտնվող Կարմիր Բլուր սարից գլորվել է ներքև։ Մի կերպ պարզեցինք, որ 21 տարեկան է, անունն էլ Քաջիկ Արզումանյան։ Երևի կոկոնը տաքացած անվանը բնորոշ արարք է ուզեցել անի ու լավ էլ ստացվել է։ Գլուխդ ոնց է, հարմար է։ Բայց ուշագրավն էն է, որ գլորվելու հարցում խմելը սրան փրկել է։ Ակազիվ սա, եթե խմած չլիներ, գուցե մեռներ։ Համենայն դեպս այդպես ասեցին մի քանի բժիշկներ, որոնց հետո պատմեցի դեպքի մասին։ Իսկ դեպքի վեր ժամանած բժիշկը երկար ճանապարհ էր կտրել, որպեսզի հասներ SO-ին բազին։ Այդ հենց հեչ, դժվարը փրկարարների գործն էր, որոնք ալկոգոլի Քաջիկին պետքա մոտ 200 մետր պատգարակով տեղափոխեին մինչև հասնեին շտաբօգնության մեքենան։ Այդ է 1000 ենք ասել։ Նենց խմեք, որ ուրիշներին չչարչարեք։ Իդեպ բժիշկի ասածը
թե խմացությունն է փրկել մայից, հանկարծ շատերը թող հիմք չընդունեն, գնան կոկոները տաքացնեն ու մայմունություն անեն։ Հիշեք, որ պապը ամեն անգամ փլավ չի ուտում։ Գլուխը այս կողմն է, չէ՞։ Կարանք սենց պահենք։ Սենց պահում եք։ Հա։ Քեզ առողջություն, քաջոր։ Շատերն էին ասում, թե Շամշան, ինչի էլ չես օգտագործում շումախերական վթար արտահայտությունը։ Այ ձեր հոգուն մատաղ, այդ անտերը խոմ ինքնանպատակ չեն օգտագործում, չէ որ պիտի համապատասխան անտուրաժ լինի, ինչպես այս դեպքում։ Բաստեղ ոնց չօգտագործես ձեր կարոտած արտահայտությունը։ Այս պատկերը տեսնելով նույնիսկ կոմայի մեջ գտնվող իսկական շումախերը տեղում շուռ կգար։ Կարող է մարդ չմահանա, մի քիչ որ դանդաղ քշեին, Էսի ակնհայտ արագության խերը։ Երևի հասկացաք, որ հայկական շումախերը երթևեկել է Արարատի մարզում։ Կարծում եմ կարդացիք, որ հսկայական ցուցանակի վրա գրված էին Հովտաշեն ու Մղճան գյուղերի անունները։ Ասում են, թե այդ վթարից հետո այդ գյուղեր էլ հյուր չի գնում, քանի որ չեն գտնում ճանապարհը։ Սա իհարկե կատակ, իսկ կատակ անում են զուտային նկատառումներից ելնելով, որ խոշոր այս վթարի հետևանքով զոհ չունենք։ Այո, երևի մեկ անգամ էլ կրկնեմ, այս Մերսեդեսը մեծ արագությամբ մխրճվել է այս հսկայական վանակի մեջ ու զոհ չկա։ Մեքենայի ամրությունն է պատճառը, թե ներսում գտնվածներն են ծնվել բախտավոր աստղիտակ կամ հայերեն ասած ռադիլես վռուբաշկե, այնքան էլ կարևոր չէ։ Կարևորը, որ այս նյութը վերջին հատվածում չի գնում, այլ կերպ մարդ չի մահացել։ Կոշիկը հելաց, հա։ Մենք ենք։ Հա։ Դες ինչա, սես բան մենակ կինոյում կտենաս։ 600 տակայք։ Որ ասма թռիշ կկվի բնի վրայով հմե էսա։ Ճամփատու։ Այս իհարկե այլ օպերայից է ու հազար անգամ բացատրել ենք, որ շտաբօգնության մեքենան, եթե միացել է սիրենաները, ուրեմն այդ անտերը պետք է ճանապարհ տալ, բայց չշեղվենք թեմայից ու հասկանանք, թե ովքեր էին բախտավոր աստղիտակ ծնվածները։ Դու մի ասա հարազատ եղբայրներ 26-ամյա Դավիթ եւ 22-ամյա Սերգեյ Խլխատյանները, որոնց հայրը Արարատի մարզի Դիմիտրով գյուղի նախկին գյուղապետն էր։ Կարելի է իհարկե մի քանի քաղցր խոսք ասել, բայց դեռ զերծ կմնամ նրանց վիճակը հասկանալով։ Միայն ասեմ, որ բարեհաջող ապակինվելուց հետո թող գնան մատաղ անեն, որին կանչեն վթարի հարևանությամբ գործող գարեջրատան աշխատակիցներին ու ըրշեջ փրկարարներին, որոնց անմիջական օգնությամբ էլ դուրս են բերվել այս անհարմար դիրքից։ 1472-րդ անգամ կրկնում եմ, որ արագության գերազանցումը հանգեցնում է հենց այսպիսի հետևանքների։ Ինչ ասեմ, ինչպես նախորդ թողարկումներում, այնպես էլ անցնող շաբաթ զերծ չենք մնացել ողբերգական պատահարներից։ Պատահարներ, որոնք խլեցին նաև երկամյա երեխայի կյանք։ Խոսքը Բարսաշեն գյուղում տեղի ունեցած այս ինքնավթարի մասին է։ Առհասարակ, ինչքան նման դեպքեր ա լինում, միշտ մեղադրում են վարորդին, այն պարզ տրամաբանությամբ, որ այլ մեքենա չկա, հետևաբար վիճելի պայրել չկան։ Իհարկե, լինում են դեպքեր, երբ մի մեքենա վթարային իրավիճակ է ստեղծում, այնուհետև ճողոպրում դեպքի վայրից, բայց դրանք քիչ են, ու ամենայն դեպս այս պատահարի հետ առնչություն չունեն։ Այս անվա հեծանն էլ է փոկվել, կոտրվել է։ Ինչպես արդեն ասացի, դեպքը տեղի է ունեցել Արարատի մարզի Բարսաշեն գյուղում, ժամը 20-ի սահմաններում։ 28-ամյա Ալբերտ Ասիրյանի վարած BMW-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց ու կողաշրջվելով հայտնվել դաշտամիջյան հատվածում։ Այսինքն, այս կադրերը արվել են մեքենան թարազուի բերելուց հետո։ Դժբախտաբար վարորդից բացի մեքենայում գտնվել են 31-ամյա Մերի Կարապետյանը, 23-ամյա Նաիրա Կարապետյանը, 19-ամյա Նարինե Կարապետյանը, 7-ամյա Նատալի Զորաբյանը եւ 8-ամյա Մարիետա Սահակյանը, այսինքն 6 հոգի։ Ու ինչպես մի քանի անգամ նշել ենք, որքան շատ մարդ, այնքան ողբերգական ելքի հավանականությունը մեծ։ Այս վթարը եւս մեկ անգամ ապացուցում է, որ հատկապես օրվա մութ ժամերի պետք է արագությունը դանդաղեցնել եւ էապես բարձրացնել զգոնությունը։ Ափսոս, որ ապացույցը արժեցավ երեխայի կյանք։ Հեռախոսի ձեն է գալիս, հարազատես մարդ չկա, թողան հեռախոսը վերցնեն։ Ժողովուրդ ջան, սենց վթարի վաղուց չի հանդիպել։ Հիմա կասեք, թե ինչ արտարոց վթար է։ Երևում է միայն, որ Մերսեդեսը խփած, ինչ որ պարսպի կողքը կանգնած է։ Եթե ասեմ, թե ինչ է նախորդել այս վիճակին, գուցե լեզուս ջարդվի, բայց դե պիտի ասեմ, ինչ արած։ Եվ ուրեմն Երևան-Երասխավան ավտոճանապարհի 53-րդ կիլոմետրին ավելի ստույգ
Արարատ քաղաքի Զոդի կամրջի վրա այս Mercedes-ի վարորդ 26-ամյա Արամ Չիչոյանը կորցնելով ավտոմեքենայի կառավարումը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակին, տապալել այն, այնուհետև հարվածել աջ հատվածում գտնվող երկաթբետոնե արգելապատնեշներին, դուրս եկել դեպի ձախ երթևեկելի գոտի, հարվածել երկաթբետոնե արգելապատնեշներին եւ մոտ 40 մետր մի քանի պտույտ գլխիվար շրջվելով բախվել բետոնե ջրատարին, այնուհետև բետոնե պարսպին։ Հիմա պատկերացրեցիք, թե ինչ է կատարվել։ Կոշիկը հանած։ Վիրավորների վիճակը ոնց է տղերք։ Հիմա կասեք, թե սենց վթարից հետո այդ ինչ հարց է տալի Շամշան։ Բանն այն է, որ արդեն տեղեկացել էի, որ վարորդը տեղում մահացել է, բայց տեղյակ չէի, թե ինչ վիճակում են նրա 3 ուղևորները՝ 26-ամյա Արթուր Անդրեսյանը, 31-ամյա Սոֆիկ Խաչատրյանը եւ 26-ամյա Սուսանա Վարդանյանը, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Արարատի հիվանդանոց, որտեղից 2 վիրավորներին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել էին Էրեբունի բժշկական կենտրոն։ Մեքենայից դուրս բերածները ասում էին, թե նրանց վիճակը ծայրահեղ ծանր էր։ Ախ, մամա։ Տղերք որտեղի բնակիչ են, թե լեչի։ Վա, Երևան։ Շենգավիթ։ Ճանապարհային ոստիկանները լավ տեղեկություններ ունեն, քանի որ հենց իրենք են տեղափոխել վիրավորներին, իսկ թե ինչ է կատարվել իրականում, որ մեքենան այսօրն է ընկել, հարցի պատասխանը թերևս երկար փնտրելու կարիք չկար։ Բեռնախցիկում հայտնաբերվեցին ձկնորսության համար անհրաժեշտ լիքը պարագաներ, որոնք հուշում են, թե զույգերը գնացել էին ուտել խմելու։ Չեմ պնդի, բայց որ վարորդը կարող է գտնված լինի ոգելիցի ազդեցության տակ, այդ վարկածը եւս չի կարելի բացառել, առավել եւս, որ գործ ունեն քերթական ինքնավթարի հետ։ Պատկերացրին ճարակություն, որ մի քանի արկելա պատնեշ կոտրել, որը պատկերացնում ես, ես այսել իր գլխարկն է։ Իսկ այս վթարը որևէ քննադատության չի դիմանա, ու պետք է ասեմ, որ սա նույնպես ինքնավթար է, այսինքն հասկացաք չէ, որ ողբերգական ելքով բոլոր դեպքերը ինքնավթարներ են, այլ խոսքերով պատճառը մարդկային գործոն է։ Այդ չեմ հասկանում, ով կարող է ինձ բացատրի, ինչի համար է Բարսելը պարգևել մեզ աչքեր։ Հարցը տալիս եմ ամենայն լրջությամբ, քանի որ չեմ կարողանում հասկանալ, թե ուր է նայել այս Volkswagen-ի վարորդը։ Այս անձիկ պահում ու փակում էին մեքենան, որպեսզի ավելորդ հետաքրքրասիրությունից տառապողները չտեսնեն, թե ինչ է կատարվում մեքենայի ներսում։ Շիրակի մարզի Կամոկ գյուղն է, որտեղ ինչպես տեսնում եք, Volkswagen-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց ու բախվել ջրատարի բետոնե հատվածին։ Ըստ նախնական տեղեկությունների, ղեկին եղել է Արցիկի բնակիչ 42-ամյա Վարդան Սարիբեկյանը, բայց նա միայնակ չի եղել։ Եվս մի տղամարդ կողքին է եղել, որը նույնպես տեղում մահացել է։ Անկեղծ ասած, տենց էլ չհասկացա, թե ինչի են այսքան ժամանակ դիերը մեքենային պահում, բայց դրանք դուրս բերվեցին միայն մթնշաղին։ Ոչ հասկացա վթարի պատճառը, ոչ հասկացա գործողությունները։ Մի խոսքով խորհրդավոր պատահար, որի վրա նախաքննությունը ինչքան ուժ ունի պիտի լույս սփռի։ Իսկ մեզ մնում է միայն ցավակցել մահացածների հարազատներին ու հույս հայտնել, որ բոլոր վարորդները ուշադրությամբ դիտեցին տեսանյութը եւ անհրաժեշտ եզրահանգումներ արեցին։ Գագիկ Շամշան, Սուրանկյուն։ Այսքանը գնանք լույսի հետևից, դրանից պայծառը չկա։ Կհանդիպենք հունիսի 11-ին ժամը 22-ին։ Աստծո սերը բոլորիս հետ։